Սենատն այսօր 13-րդ անգամ է փորձել անցկացնել բյուջեի շարունակական բանաձևը կառավարությունը վերաբացելու համար։ Այն կրկին ձախողվել է 54-45 ձայներով, անհրաժեշտ է առնվազն 60 ձայն։ ԱՄՆ-ում շարունակվող կառավարական մասնակի փակումը, որը երկիրը հասցրել է ֆինանսական ճգնաժամի եզրին, հասել է իր 28-րդ օրվան։ Հանրապետական կոնգրեսականները միավորվելով ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի շուրջ հանդես են եկել սուր քննադատությամբ, հայտարարելով, որ դեմոկրատները դիտավորմամբ են պահում կառավարությունը փակ իրենց քաղաքական շահերի համար։ Խոսնակ Ջոնսոնը նշել է, որ դեմոկրատները պահանջում են միլիարդավոր դոլարներ ծրագրերի համար, որոնք չեն ծառայում ամերիկացի հարկատուների շահերին։ Նրանք ուզում են 200 միլիարդ դոլար հատկացնել ոչ քաղաքացիական անձանց առողջապահության վրա, միլիարդներ արտաքին ծրագրերի ու ծախակողմյան լրատվամիջոցների համար։ Մենք դա չենք կարող թույլ տալ։ Նա հավելել է, որ դեմոկրատների վարած քաղաքականությունը քանդում է երկրի տնտեսությունը եւ վտանգի տակ է դնում դաշնային աշխատողների, զինվորականների ու ուսաննդային օգնություն ստացող միլիոնավոր ընտանիքների բարեկեցությունը։ Թրամփը փորձել է այլընտրանքային միջոցներով ֆինանսավորել կանանց, երեխաների եւ զինվորների ծրագրերը, սակայն իրավական սահմանափակումները թույլ չեն տալիս ամբողջությամբ փակել այդ բացը։ Ջոնսոնը կոչ է արել սենատի դեմոկրատներին դադարեցնել խաղերը եւ պարզապես բացել կառավարությունը։ Դեմոկրատները կարող են հիմա արդարացում գտնել, ասելով, որ դա անում են հանուն ժողովրդի, բայց փակումը ոչ թե ժողովրդի համար է, այլ ժողովրդի դեմ, ընդգծել է նա։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները զուգահեռ ասուլիսում հայտարարել են, որ պատրաստ են նստել բանակցությունների ցանկացած պահի եւ վայրում, լինի դա կոնգրեսում, թե Սպիտակ տանը, միայն թե վերականգնվի կառավարության աշխատանքը։ Բայց ըստ դեմոկրատների, հանրապետականները Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ շարունակում են արգելափակել երկխոսությունը, վտանգելով միլիոնավոր ամերիկացիների առողջապահական եւ սոցիալական ապահովությունը։ Հաքիմ Ջեֆրիսը ընդգծել է. հանրապետականները ոչ միայն հրաժարվում են երկարաձգել Affordable Care Act-ի հարկային արտոնությունները, այլև պատրաստվում են սովը դարձնել քաղաքական զենք, դադարեցնելով սննդի օգնությունը երեխաների, վետերանների, կանանց եւ տարեցների համար։ Ջեֆրիսը հիշեցրել է, որ հուլիսին ընդունված հանրապետական բյուջեն արդեն իսկ ներառում էր գրեթե 1 տրիլիոն դոլարի կրճատում Medicaid ծրագրից եւ 186 միլիարդ դոլարի նվազեցում SNAP ծրագրի աջակցությունից։